Պարոն Շահնազարյան, եկեք խոսենք Իրանում տարեսկզբին տեղի ունեցող բողոքի ցույցերից, ըստ մամուլում շրջանառվող լուրերին, բողոքի ցույցերի ալիքը որոշակի առումով թուլացել է։ Ինչ է ձեզ հայտնի, վերջին անգամ երբ եք կարողացել կապ հաստատել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչ վիճակ է հիմա այնտեղ։ Կար բողոքի ակցիա, արդարացի տնտեսական խնդիրների հետ կապված առաջին 3 օրը ցույցերի, որոնք սկսվեցին բողոքի ակցիաները, որոնք կառավարությունն էլ էր ընդունում, երկրի հոգևոր գլխավոր առաջնորդն էլ այդ մասին խոսեց եւ կառավարությանը հորդորեց, կոչ արեց, հանձնարարեց, որպեսզի վերահասու լինեն խնդիրների կարգավորմանը, բայց 3-րդ օրվանից սկսյալ արդեն պարզ էր, որ ներթափանցում է կատարվել, կա արտասահմանից հստակ ուղղորդում եւ դրանք ձևախեղվեցին ու վերածվեցին այդ անկարգություններին, որ տեսանք։ Հիմա այդ անկարգությունները, այդ ամեն ինչը սառեցված, լրացված են, իրավիճակը վերահսկելի է, ինչ վերաբերում է իրանահայ համայնքին, որ վստահ եմ կհետաքրքրի մեր ունկնդիրներին ու ակնկալներին, իրանահայ համայնքը ես հստակ հիմա որևէ 100%-անոց տեղեկություն չեմ կարող տալ, որտեղ ասում եմ վերջին 10-15 օրվա ընթացքում կապ չկա։ Այդուհանդերձ ելնելով իմ փորձից եւ այս տարիներում այն ինչ որ տեղի է ունեցել նման դեպքերի պարագաներում նման ցնցումներ, եթե եղել են վերջին օրինակը 12 օրյա Իրան-Իսրայել պատերազմն էր, համայնքին չեմ կարծում, որ ամենապատասխանատվությամբ կարող եմ նշել, որ որևէ ֆիզիկական կամ հոգեբանական վտանգ սպառնում է, որովհետև նախ ազգային իշխանությունները, թեմական խորհուրդները, գիտեք, սփյուռքահայ համայնքները ձևավորվում են հայ առաքելական եկեղեցու առանցքի շուրջ եւ այդ թեմական խորհուրդները ազգային իշխանության դերն են կատարում։ Դրանք նման դեպքերում բնականաբար անհրաժեշտ քայլերը ձեռնարկում են, որպեսզի վերահասու լինեն ամբողջությամբ իրավիճակին, վերահսկեն իրավիճակը, անհրաժեշտության դեպքում եթե կան խնդիրներ, քայլեր ձեռնարկեն իշխանությունների հետ կապի միջոցով կամ ներքին առումով եթե պետք է որևէ քայլ ձեռնարկեն, որպեսզի համայնքի անդորրը ապահովեն։ Դրան զուգահեռաբար իշխանությունները միշտ այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահում Իրանի կրոնական փոքրամասնությունների, այսինքն այն կրոնական համայնքները, որոնք հստակ ամրագրված են Իրանի սահմանադրությունում եւ խորհրդարանում որպես փոքրամասնություններ ունեն պատգամավորներ։ Իրանահայ համայնքն է, ասորական համայնքն է, հրեական համայնքն է եւ զրադաշտական համայնքը։ Դրանց անվտանգությունը ապահովելու համար 12-օրյա պատերազմին էլ այդպես էր, վստահ եմ այս օրերին էլ այդպես է եղել եւ ես չեմ կարծում, որ մեր համայնքին որևէ վտանգ սպառներ այս օրերին։ Իհարկե, միգուցե ինչ որ փոքր դեպքեր եղած լինեն, չեմ կարող ասել եղել են, չեն եղել, 100%-անոց որևէ բան չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ դրանք եթե նման միջադեպեր եղել են, անմիջապես կարգավորվել են։ Պարոն Շահնազարյան, 12 օրյա այդ պատերազմը որպես օրինակ ունենալով վստահաբար Իրանի իշխանությունները հավուր պատշաճի պատրաստված էլ կլինեին, որովհետև մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, որ Ամերիկայից ամենաբարձր մակարդակով եւ իհարկե Իսրայելից տեղի է ունենում տեղեկատվական պատերազմ, հա, մինչեւ այս բողոքի ցույցերը որպես այդպիսին կմիջնորդավորվեին կամ կհովանավորվեին այլ ուժերի կողմից, եւ մեկ անգամ չէ, որ Այաթոլլա Ալի Խամենեին կամ հենց Փեզեշքյանը նման հայտարարությամբ հանդես են եկել։ Ընդհանուր առմամբ ինչ ենք հասկանում, հա, սիոնիստական ռեժիմը ինչ է ուզում անել տարածաշրջանում եւ մասնավորապես Իրանի հարցում, արդյոք նրանք կարող են հասնել հաջողության եւ ռեժիմը կտապալվի։ Մենք իմ կարծիքով այս խնդիրը, այսինքն այն ինչ որ տեղի ունեցավ Իրանում եւ Իրանի շուրջ շարունակում է տեղի ունենալ, պետք է դիտարկենք մի ընդարձակ մեծ սցենարի շրջանակում, որը նախատեսված է ամբողջ մեծ մերձավոր արևելքի համար, սկսյալ Աֆրիկայի հյուսիսից, առիթ եմ ունեցել նշելու Սոմալիա, Սուդան, Եմեն, Սիրիա, Լիբանան, Իրաք, հիմա արդեն Իրանում, այն ինչ որ տեղի է ունենում, ինչու՞ չէ նաև հարավային Կովկասը որպես մեծ մերձավոր արևելքի մի հատված,
այդ ամբողջ սցենարը, որ գծված է այդ բանի համար, այն ինչ որ նախատեսված է իրականացնել այս տարածաշրջանում, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները եւս դրա տրամաբանական շրջանակում են տեղավորվում։ Այն օղակներից մեկն է, սրանք բոլորը մեծ շղթայի օղակներ են, առանց մեկի մյուս կամ մյուսի կապը խզվում է եւ այդ ծրագիրը չի իրականացվի։ Այդ շրջանակում պետք է դիտարկենք։ Այս տարածաշրջանում ակնհայտ է, որ ներկայությամբ Իսրայելին հատկապես որպես գլխավոր խաղացողներից մեկը Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցը տարածաշրջանում, ինչու՞ չէ նաև այն քաղաքականությանը, որը փորձում է իրականացնել Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում, Իրանի պես անկախ եւ հզոր տերությունները, այսինքն տարածաշրջանային նշանակության գերտերությունները խանգարիչ հանգամանք են։ Մանավանդ եթե դրանք վարում են ամբողջովին անկախ քաղաքականություն եւ իրենց քաղաքականությունը չի համապատասխանում այն ծրագրերին եւ նպատակներին, որոնք սահմանված են այս տարածաշրջանի համար։ Իրանում տեղի ունեցող թե 12-օրյա պատերազմը, որ տեղի ունեցավ, թե նաեւ այս իրադարձությունները պետք է դիտարկենք այդ շրջանակում։ Այո, Իրանի իշխանությունները անհրաժեշտ հետևությունները արել էին այն ինչից որ տեղի ունեցավ 12-օրյա պատերազմի ընթացքում, մանավանդ այն անակնկալը, որ կար պատերազմի առաջին 1, 2, 3 օրերի ընթացքում գործակալական ցանցը, որը տարիների ընթացքում ձևավորվել էր Իրանում, իսրայելական գործակալական ցանցը եւ լուրջ վնասներ հասցրեց, թե որպես 5-րդ շարասյուն, թե որպես հարվածային ուժ տեղեկատվական առումով, լրտեսական առումով եւ հարվածային գործունեության առումով դրանք հայտնաբերելու, չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու, որպեսզի հնարավորինս սահմանափակեն դրանց գործունեությունը։ Այդուհանդերձ այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս անկարգությունների ընթացքում, ասենք ցույցերի 3-րդ օրվանից հետո, երբ ձևախեղվեց ընթացքը բողոքի ակցիաների եւ ապա լեգիտիմացրեց այն իրավացի, այսպես կոչված բողոքները, որոնք գոյություն ունեին տնտեսական, սոցիալ-տնտեսական հողի վրա, դրանք ցույց տվեցին, որ այդուհանդերձ այս բջիջները ակտիվ են, այս բջիջները հստակ ուղղորդվում են արտասահմանից, սրանք կարողանում են հավաքագրել, հիմնականում աշխատել երիտասարդ մասսայի վրա, զանգվածի վրա, հետաքրքիր փաստ կա, որ անկարգությունների մասնակցածների ճնշիչ մեծամասնությունը, մոտ 90%-ը կազմում են 15-ից 23 տարեկան երիտասարդներ։ Այսինքն նրանք, ովքեր կարող է իրենց այսպես կոչված գիտակցականի վրա ավելի հեշտ աշխատես, ունեն քաղաքական հասունություն, ավելի հախուռն են, ավելի են հեշտությամբ են հայտնվում ազդեցության ներքո, նրանք ովքեր ունեն նաև լուրջ խնդիրներ, դա փաստ է, որ կա այդ խնդիրները, երիտասարդությունը ունի լուրջ պահանջներ, լուրջ խնդիրներ, հենց սոցիալական այսպես կոչված ասպարեզում հատկապես դրանց վրա կարելի է խաղալ, կարելի է չնչին գումարներով նաև նրանց գայթակղել։ Դա տեղի ունեցավ։ Հիմա իրանցի փորձագետները մի կարևոր հանգամանքի են անդրադառնում, որ այդուհանդերձ Իրանում այսպես իմացական, տեղեկատվական եւ հոգեբանական ասպարեզներում այդ պատերազմը, որը հրահրվում է Իրանի դեմ, ծրագրավորված տարվում է Իրանի դեմ, դարձյալ անհաջողություններ են գրանցվել, որովհետև եթե չգրանցվեին այդ անհաջողությունները, չլիներ այդ բացերը, այն հասարակական մոբիլիզացումը, որը տեղի ունեցավ 12-օրյա պատերազմի ընթացքում թշնամու դեմ, նույն արտաքին թշնամի Իսրայել, Միացյալ Նահանգներ, դրանից հետո չպետք է որ հնարավորություն ունենային այսքան արագ եւ նման անկարգություններ, հասարակական անկարգություններ ստեղծեին Իրանում։ Այս փաստը միանշանակ է։ Տեսեք, որոշ փորձագետներ ասում են, որ ցույցերի ուժգնությունը որոշակի առումով թուլացավ, որովհետև նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություններ կարող են ձեռք բերել։ Դա է պատճառը, որ որոշակի առումով ցուցարարները, այսպես ասած, ընկրկեցին, զիջեցին, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այսօր Թրամփը եւս հայտարարեց, որ Իրանի իշխանությունները պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ եւ բանակցել նրանց հետ, բայց միևնույն ժամանակ Աբրահամ Լինքոլն այդ ավիակիրը մոտեցել է արդեն Իրանի սահմանին։
Ինչ է ստացվում, արդյոք հնարավոր բախման կարող են ականատես լինել։ Նախ ինչու ցույցերը, այսպես կոչված, ցույցերի ընթացքում ենք տեղատվության եւ նահանջի ու դրանց գրեթե ամբողջովին վերացման ականատեսը եղանք։ Մի քանի պայմաններ կան։ 1. Դու չես կարող հենվելով արտասահմանի վրա, Իրանը ոչ այն երկիրն է, ոչ էլ իրանական հասարակության մեծամասնությունը այն հասարակությունն է, որ այդուհանդերձ իր խնդիրների լուծումը կապի արտասահմանի հետ։ Իրանի հասարակության հսկայական մի զանգված կար, որը գիտակցում էր, թե ինչ է տեղի ունենում։ Իրենց համար դա անընդունելի էր։ Փորձում էր արևմտյան մեդիան այս օրերի ընթացքում, ես անընդհատ հետևում էի արևմտյան մեդիային, մանավանդ որ իրանական մեդիան անջատված էր, պարտավոր էր արևմտյան մեդիային հետևել։ Այնինչ որ ներկայացվում էր, այնքան ուռճացված էր, որ մտածում էր Իրանի 80-90 միլիոնանոց ժողովուրդը դրանց 70 միլիոնը առնվազն փողոցում են։ Մինչդեռ անգամ 3 տարի առաջ տեղի ունեցած ցույցերի համեմատությամբ, նորից նույն զանգվածային բողոքի ակցիաների համեմատությամբ շատ ավելի քիչ մարդ կար փողոցներում։ Դրանք փոքր 2-300 հոգանոց խմբեր էին, հաճախ 1000-1500 հոգի, 2000 հոգի, ոչ ավել։ Եվ ընդհանուր թիվը, որ կազմում ես, մի հստակ բան կա այսօր քաղաքագիտության մեջ, որ այսպես կոչված հասարակական շարժումներ, եթե ուզում են հաջողության հասնել, առնվազն պետք է ունենան տեղի բնակչության 3.5%-ի աջակցությունը։ Սա 1%-ի սահմանն էլ չէր կարող հատել ներկայությունը։ Մեկ դա էր։ Ավելի շատ մեդիան էր, հա։ Մեդիան, այո, մեդիան ազդել էր, մեդիան գովազդում էր, մեդիան փորձում էր դա ներկայացնել որպես համաժողովրդական ապստամբություն։ Հետաքրքիր փաստ կար։ Հիմա Մինիսոտայում, Ամերիկայում ինչ է տեղի ունենում։ Համեմատությունը նույն այդ ամերիկացիները, նույն այդ իշխանությունը հայտարարում է, որ այսպես կոչված Հայաստանի իշխանության լեքսիկոնով ասած կփռեմ ասֆալտին, վիզը կպոկեմ, այս կանեմ, այն կանեմ, ով որ ոստիկանության դեմ սա անի, բայց այնտեղ այն ինչ որ տեղի ունենում Իրանում հակառակը, դա պայքար է հանուն ազատության։ Կարելի է ոստիկանին վառել, իրավապահին վառել, ամեն տեսակ անկարգություն անել, քաղաքացուն սպանել, հասարակական նշանակության վայրերը, սրբապղծություն եւ։ Այդ ամբողջ կարելի է անել։ Ուռճացված ներկայացվում էր դա միակողմանիորեն։ Դրա հետ զուգահեռ մեկ կարևոր սխալ թույլ տվեցին ընդդիմությունը։ Իրանի հասարակությունը առիթ եմ ունեցել նշելու ավանդապահ եւ կրոնապաշտ հասարակություն է։ Մեծամասնությունը 80%-ն այդպիսին է։ Երբ դու գալիս ես այս ցույցերի ընթացքում սկսում ես սրբապղծություն անել, անարգել ազգային արժեքները եւ խորհրդանիշը դրոշը, իրանական դրոշը ոտնատակ տալ, միայն այն պատճառով, որ գերբը իսլամական հանրապետության կերպն է, բայց այդուհանդերձ դա քո հայրենիքի դրոշն է, դրոշը ոտնատակ տալ, այրել մզկիթներ, այրել Ղուրանը որպես սուրբ գիրքը մուսուլմանների, ամեն տեսակ անարգություն անել, սրանք չի տեղավորվում Իրանի հասարակության ճնշիչ մեծամասնության տրամաբանության մեջ եւ մերժելի ու անընդունելի է միանշանակ։ Դա եւս պատճառ դարձավ, որ հասարակության ըստվար մի զանգվածը իր դիրքերը անջատի այս բանից։ Դա չէ նշանակում, որ այս ստվար զանգվածը չունի բողոք։ Նույն մարդիկ են, նույն երկրում են ապրում, նույն տնտեսական պայմաններում, բայց այդ ամեն ինչ անընդունելի էր։ Եվ երրորդ խնդիրը, որ կար, արդեն իշխանությունները գիտեին ինչպես պիտի վարվել, սկսած համացանցի անջատումից, որ պատճառ դարձավ այս խմբավորումների ահաբեկչական մեկ կապը միմյանց հետ անջատվի, իրենց այսպես գործակալական ցանցի հետ, որը աշխատում էր առաջին ֆրոնտում, դրա հետ անջատվի եւ նաեւ անջատվի արտասահմանի հետ, ու իրենք կարողանան չեզոքացնել։ Այս ամենը կար։ Իսկ ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ դիմակայությանը, Թրամփը գիտենք իր հայտարարությունները բնորոշ են Թրամփյան ոճին եւ Թրամփյան վարքագծին։ Իր արտահայտությունները առավելապաշտական, ես կարող եմ ամեն ինչ, ես կանեմ ցանկացած բան, ոչ ոք չի կարող իմ դեմս առնել։ Բայց միևնույն ժամանակ փաստը ցույց տվեց, որ ինքը չկարողացավ անցնել գործողությունների, ոչ միայն որովհետև շփումներ կային, մենք չշփոթենք, Իրանը եւ Միացյալ Նահանգները չեն բանակցում, կան շփումներ արտգործնախարար Արաղչիի եւ գլխավոր բանագնաց Իրանի հարցերով Վիտքոֆի միջև։ Կան շփումներ, դա բանակցություններ չի բացարձակապես, չպիտի շփոթել բանակցությունների հետ։ Այդ շփումները, որ կային այդպես, որ Իրանը պատրաստ է բանակցել եւ դրանով միայն պայմանավորված չէր, որովհետեւ եթե առիթը լիներ, Թրամփը առիթը բաց չէր թողնի։ Մի քանի կարևոր հանգամանք կար։ 1.
տարածաշրջանի բոլոր երկրները, սկսած Պարսից ծոցի արաբական պետությունները, մինչ Թուրքիան, բոլորը միանշանակ դեմ էին, յուրաքանչյուրը իր պատճառներից ելնելով, կարող ենք այդ մասին ավելի ընդարձակ խոսել, իր պատճառներից ելնելով դեմ էին այս պատերազմին։ Սա կարևոր հանգամանք էր։ Երկրորդ խնդիրը, որ կար, Իսրայելը նույնպես պատրաստ չէր։ Եթե հետևեիք իսրայելական մեդիային, իսրայելական փորձագիտական շրջանակները անընդհատ խորհուրդ էին տալիս կառավարության չներքաշվել ուղղակի պատերազմի մեջ Իրանի հետ։ Ինչու, որովհետև 12-օրյա պատերազմի փորձը կար, ինչքան էլ փորձ էին ցենզուրի ենթարկեին լուրը, բոլորը գիտեին, թե իրանական հրթիռները ինչ կործանիչ հարվածներ են հասցրել իսրայելական անվտանգային, ռազմական եւ տնտեսական ենթակառուցվածքներին, եւ երկիրը բացարձակապես պատրաստ չէր այդ պատերազմին, ու իրենք գիտեին, պատերազմի դեպքում առաջին թիրախը հենց լինելու է Իսրայելը, իրանք են լինելու, եւ երրորդ խնդիրը, որ կար, դա էր, որ Իրանը հստակ հասկացրեց, որ պատերազմի դեպքում այս պատերազմի գինը շատ բարձր է լինելու, ոչ միայն Իրանի, ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ ամբողջ միջազգային հանրության համար, նավթի եւ գազի հոսքի միջազգային շուկայի 25-ից 30%-ը ապահովում է Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում եւ անցնում է Հորմուզի նեղուցում, որը ամբողջովին վերահսկվում է Իրանի կողմից։ Հիմա այդ հարվածները այդ ենթակառուցվածքներին եւ Հորմուզի նեղուցի փակելը, ինչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային շուկայի վրա։ Այս բոլորը պատճառ դարձան, որպեսզի այսպես կոչված ստապ Ամերիկայի կողմից ստապ լինի, գործողություններ չլինեն, իսկ ինչ վերաբերում է պատերազմի հնարավորության հիմա, ես մի նախադասությամբ կբնութագրեմ իրավիճակը, այսպես կոչված ուժեղ լարվածությամբ կառավարվող դիմակայություն։ Ես չեմ կարծում, որ դեռևս մոտ են պատերազմի երկու երկրներ, ավելի շուտ ռետորաբանությունն են կոշտացնում, մկանների ցուցադրությունն է, բայց ոչ մեկին, ոչ Իրանին, ոչ Միացյալ Նահանգներին ներկա դրությամբ ռազմական դիմակայությունը ձեռնտու չէ։ Պարոն Շահնազարյան, եւ գանք տարածաշրջան, Հայաստան-Իրան հարաբերություններին, նոր դեսպան նշանակվեց, Հայաստանում Իրանի նոր դեսպանը հարցազրույց տվեց լրագրողների հետ ու ակնհայտ տեսանք, թե որքան կոշտեր Իրանի նոր դեսպանի հռետորաբանությունը ի հակադրություն Սոփանիի հռետորաբանությանը, եւ այնտեղ հստակ ասվում էր, որ Իրանը ունի պատմական հիշողություն, խոսքը երևի Հայաստանում տեղի ունեցած այս ցույցերի մասին էր, ինչ ենք նկատում մենք, ինչ է այս ամենը նշանակում, ինչ փոփոխություն կլինի Հայաստան-Իրան հարաբերությունների մասով, եւ արդյոք կա տարաձայնություն Իրանում կրոնական այս իշխանության եւ Փեզեշքյանի իշխանության միջև, այն դեպքում հենց Զանգեզուրի միջանցքի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, որովհետեւ ակնհայտ երևում է հռետորաբանությունների տարբերությունը։ Նախ սկսեմ հարցի վերջին մասից, հռետորաբանության տարբերությունից։ Մենք հաշվի առնենք, որ կառավարություն, արտգործնախարարությունը դրանք այն կառույցներն են, որոնք զբաղվում են արտաքին դիվանագիտությամբ։ Արտաքին դիվանագիտությունը ենթադրում է իր լեքսիկոնը, իր բառապաշարը, խոսելաոճը, մոտեցումների խնդիրը։ Այո, արտգործնախարարության տարբեր ներկայացուցիչներ, սկսած արտգործնախարար Արաղչիից մինչ Խոսնակը, Բաղային արտգործնախարարության պաշտպանական ներկայացուցիչը նախագահ Փեզեշքյանը, տարբեր կառավարության տարբեր անդամներ անընդհատ խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեզ հավաստիացրել են, որ այս Միջանցք թրիփը հիմա այնպես որ իշխանություններն են ցանկանում անվանել դա Հայաստանի, բայց մենք գիտենք, որ նույն Զանգեզուրի միջանցքն է, կամ այդ միջին միջանցքը, ինչպես որ անվանեք, մնում է մեկը, փաստը մնում է մեկը, որ դա Զանգեզուրի միջանցքն է։ Դա չի հակասելու այսպես կոչված Իրանի շահերին, ուղղված չէ Իրանի դեմ, իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հաշվի առնեն Իրանի վերապահումները, դիտարկումները, նկատառումները եւ շահերը այս ամեն ինչով։ Սա հայտարարում են, դրանից հետո անմիջապես նշում են, բայց դեռևս կան վերապահումներ մեր կողմից։ Ինչ վերաբերում է անվտանգային եւ ռազմական կառույցներին, որոնք նաեւ գտնվում են երկրի հոգևոր առաջնորդի անմիջական ղեկավարության ներքո, բնականաբար դրանց լեքսիկոնները տարբերվում են միմյանցից։ Նրանք շատ ավելի հստակ են խոսում այն խնդիրների մասին, որ կա եւ գոյություն ունի։
կարևորը ես ասեմ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Վելայաթիի հայտարարությունները, ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի դոկտոր Լարեջանի հայտարարությունը, դրանք շատ հստակ են, ավելի կոշտ են եւ դրանք պաշտոնական դիրքորոշումն են ցույց տալիս Իրանին, Ինչ կապված է դեսպան Շիրխանի հայտարարության հետ, նախ Իրանում շատ վատ ընդունեցին, ակնհայտ էր, այս դեսպանի հայտարարությունը ցույց է տալիս, որ Իրանի համար անընդունելի էր, որ այս տարածաշրջանում Հայաստանը եղավ այն միակ եւ բացառիկ երկիրը, Պարսից ծոց, Թուրքիա, Ադրբեջան, անգամ Վրաստան, Հայաստանը եղավ այն բացառիկ երկիրը, որտեղ թույլ տվեցին հակապետական ցույցեր Իրանի դեսպանատան դիմաց։ Երկու անգամ ընդ որում այդ ցույցերը տեղի ունեցան։ Սա անընդունելի էր, որ Հայաստանը, որը համարվում է Իրանի բարեկամ եւ հարևան երկիրը եւ ունի լայն կապեր Իրանի հետ եւ ընդամենը դեռ նոր տարվա նախօրեին Թեհրանում Իրանի Հայաստանի Հանրապետության դեսպանատունը կլիպ նկարահանեց եւ ցուցադրեց, որ մեր հարաբերությունները բարձրանում են ռազմավարական մակարդակի Իրանի հետ։ Նման հարաբերությունների մասին խոսող պետությունը նման բան է ցույց տալիս, սա անընդունելի էր։ Հիշողության մասին, այո, առիթ եմ ունեցել նշելու գերտերությունները լինեն դա միջազգային մակարդակի, Միացյալ Նահանգները, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն կամ տարածաշրջանային մակարդակի, մեր դեպքում Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, դրանք ունեն հստակ վարվելակերպ, վարքագիծ, նկարագիր եւ պատմական հիշողություն։ Եվ իրենց բոլոր գործողությունները տեղավորվում են այդ տրամաբանության շրջանակում, հաշվի առնելով շահերը, ռազմավարական նպատակները եւ։ Իրանն էլ նմանապես ինքը շատ ճիշտ մատնանշեց, որ նստվածքը, որ թողնելու է այս ամեն ինչը, կարող է վնասել երկարատևում հեռանկարային ապագայում երկու երկրների հարաբերությունների վրա այս ամեն ինչի ավարտից հետո։ Բայց մի բան կար, կարևոր է, որ մենք հաշվի առնենք, որ դեսպանի հայտարարությունը սպառնալիք չէր հնչած Հայաստանի Հանրապետության իշխանությունների հասցեին, այլ ընդհակառակը զգուշացում էր միայն, զգուշացեք, որպեսզի Իրանը չդառնա, Հայաստանը ներողություն չդառնա Իրանի դեմ երրորդ երկրների գործողությունների պլաստարմի եւ նման գործողություններ վնասեն Իրան-Հայաստան հարաբերություններին։ Տողատակերը շատ հստակ էին, հստակ նշեց Իրանի հնարավոր պարտությունը, դա նշանակելու է Հայաստանի Հանրապետության պարտություն, որովհետեւ միակ պետություն, որ ամենից շատը կտուժի այս ամենից տարածաշրջանում, դա լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ պարոն Շահնազարյան, խոսենք դիվանագետներից, Սոփանին այլ որդեգրած քաղաքականություն ուներ կարծես թե, նույն ինքը Թրիփի մասով, ավելի զգույշ էր խոսում եւ ներկայացնում էր ավելի շատ արտաքին թևը, բայց նոր դեսպանը կարծես խոսի Խամենեի շուրթերով, այդպիսի տպավորություն է ստեղծվում, որովհետեւ ավելի կոշտ է եւ ընդգծված Իրանի դիրքորոշումն է արտահայտել։ Մենք պիտի մի բան նկատի ունենանք, որ նախ Իրանը փորձ էր անում միշտ նշելու, որ այս թրիփը Հայաստանի Հանրապետության գործն է։ Մենք ունենք մեր վերապահումները, մենք ունենք մեր խնդիրները, մենք այն թաքնված վտանգները, որ կան այս ամեն ինչի թիկունքում, այս թրիփ կոչվածի թիկունքում, դրանք փոխանցել ենք Հայաստանի Հանրապետության, անգամ բազմիցս հայտարարվել է, որ դրանք ինչ վտանգներ ունեն նաև Հայաստանի Հանրապետության համար, մենք զգուշացրել ենք այդ մասին, դեսպան Սոփանին տեղավորվում էր այդ, իր լեքսիկոնը տեղափոխվում էր հռետորաբանությունը այդ սահմաններում, ինչ վերաբերվում է դեսպան Շիրխանի հայտարարությանը, դա համընկնելով այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան Իրանում, համընկնելով այն սխալ մոտեցման հետ, ես կասեի, որը Հայաստանի Հանրապետության իշխանությունները ցուցաբերեցին թույլ տալով նման ցույցեր, դա պատճառ դարձավ, որպեսզի դեսպանը այնուամենայնիվ բացի բոլոր այսպես կոչված փակագծերը բացի, տողատակերից դուրս գա եւ հստակ հայտարարություն անի, թե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ինչ քաղաքականություն են վարում այս տարածաշրջանում, թիրախը ոչ միայն Իրանն է, այլ նաեւ Հայաստանը եւ թրիփը հենց այդ քաղաքականության շրջանակում է։
Եվ այո, ինքը արտահայտեց այն ամեն ինչը, որ Իրանի անվտանգային եւ ռազմական շրջանակները եւ ինչպես նշեցիք, հոգեվոր գերագույն գլխավոր հոգեվոր առաջնորդի Այաթոլլահ Ալի Խամենեի շուրթերից է հնչել, իր անմիջական խորհրդականների եւ իր անմիջական շրջապատի կողմից է հնչել։ Դա տեղավորում է պատճառը, որ իմ կարծիքով, որ պատճառ դարձավ, որը առիթը, որը պատճառ դարձավ փակագծերը բացվեն, դա էր այն ինչ որ տեղի էր ունենում Իրանում։